Պատերազմը մարդկության հետ սկիզբ առած երևույթ է, ասեմ, եւ չի դադարելու, ինչպես մահացությունը, չկա անմահություն, այսինքն վախկոտները չեն անմահանում, որպես բժիշկ ասեմ, որ 100% մահացություն կա երկրագնդի վրա, բոլորը մահացել են, վախը ոչ մեկին չի փրկել, վախկոտները ամեն օր են մահանում, Դանիել Յոհաննիսյանները, Նիկոլները, Արեգ Քոչինյաններ, Զարմանները ամեն օր մահանում են, ես մեր ժողովրդին կոչ եմ անում ապրել, ոչ թե մահանալ, իսկ որպեսզի մենք ապրենք, մենք պետք է մեր ուրեմն արժանապատվությունը ունենանք, որովհետև պարտված խաղաղություն չի լինում։ Մոնթե Մելքոնյանը ասել էր, որ խաղաղություն կլինի մեր հաղթանակով, նկատի ունենալով, որ մենք ենք իրավատերը, հայրենատերը, տերը հայկական բարձրավանդակում եւ երբ որ այդ իրավասությունը վերականգնվի, արդարացի վիճակ տիրի հայկական բարձրավանդակում, այդ ժամանակ կարելի է ակնկալել խաղաղություն։ Երբ որ խաթարված է բալանսը, այսինքն արդարությունը բռնաբարված է, արդարությունը անտեսված է, կեղծիքն է գալի, քծնանքը, հիմարությունը, տխմարությունը, այդտեղ չի կարա լինի խաղաղություն։ Կարա լինի ստորաքարշ վիճակ։ Հիմա իրենց խաղաղությունը ժողովուրդ ես ձեզ բացեմ, դա ստորաքարշ վիճակ, գոյություն քարշ տալն է, եւ այս բոլոր հեքիաթները ավարտվում են այն ժամանակ, երբ որ առաջի բռնությունը կլինի, երբ որ ինչ-որ ադրբեջանական տուրիստական ինչ-որ այցեր կլինեն այստեղ կամ մարդիկ սեփականություն կունենան, իրանց հարևանի, չգիտեմ, ունեցվածքը կգողանան, գիշերը աղջկան կկացնահարեն կամ չգիտեմ ինչը կգողանան, հա, երևի Բուդապեշտում մոռացել են Ռամիլ Սաֆարովի ու Գուրգեն Մարգարյանի իրողությունը, այս տեսակը չի կարող փոխվի, սա իտալացիների ու ֆրանսիացիների հարցը չի, որ Նապոլեոնը Կորսիկան վերցրել է, իտալացիներն է, որ ասում ես դե հետ պահանջեք, դե ասում ամոթ է հիմա որ դառնա, կամ ասենք գերմանացիներն ու ֆրանսիացիները չեն, որ Ստրասբուրգի աջ կողմը փողոցի Ֆրանսիան է, մյուս մայթը Գերմանիան է։ Մեր արչև մեր պատմական եւ իրավական տարածքներին, մեր հայրերի, պապերի ունեցվածքին տիրացած անմշակույթ, մշակույթ չունեցող քոչվոր լկտի տեսակ է, ում ներկայացնում էին այս մարդիկ, որոնց ստիպված մենք անդրադառնում ենք, խաղաղասերները, որոնք նույնպես չունեն մշակված գեներ եւ էքստազի մեջ են ընկել հաբռատ բառից։ Ես պատկերացնում եմ նշված առանձնյակին, եթե Մարնեուլիում ասենք կոնսուլ նշանակեր Ալիևը, ինչ ասենք բանի մեջ կընկներ ինքն էլ Մարնեուլիում ու այնտեղ այդ թուրք առևտրականների հետ, որ լոլիկ բան են վաճառում, իրան հաբռատ կասեին ինքն նրանց վերջը էլի կեսի հետ քավոր սարի կներ երևի, հա, մոր փորն են ընկել